Բարև ձեզ, դուք պսակադրության մասնակիցներն եք, հյուրերն եք, ով է պսակադրություն իրականացնելու, որ քահանան։ Չենք իմանում, որ քահանան, Այդպես է հնարավոր է, առանց պայմանավորվելու, որ քահանան է պսակադրությունն իրականացնելու։ Հարցնում ենք, պսակադրության արարողությունը Անունը չգիտենք։ Եվրամեդիա 24 Եվրամեդիա 24 Ջան, թողեք պսակադրություն կատարենք։ Իսկ եթե կարգալույծ արված քահանան իրականացնի պսակադրությունը, Կարգալույծ արած քահանա էլ ունե։ այո, Տեր Արամին կարգալույծ է արվել, Նրա Տեր Արամը կարգալույծ արված է։ այսինքն այս պահին հավասար է մեզ։ Եթե անի նրա Մենք չգիտենք որն է Տեր Արամը։ այնտեղ կներկայացնի արարողություն։ Ինքն ասել է ես եմ իրականացնում։ Այդի թողեք մենք որոշենք, հա։ Մենք ձեզ հարցնում ենք, դուք հավատում եք այդ խորհրդին, որ Մենք ասում ենք հավատում, մենք ոչ մեկին չենք հավատում։ Ուղղակի ասում։ Թողեք ժողովուրդ ունի բանալ։ բարև ձեզ։ Դուք եք պսակադրությունն իրականացնելու։ Ստեփան Ասատրյան անունով կարգալույծ արված նախկին քահանան ասում է ես եմ իրականացնելու։ Դա նշանակում է, որ եկեղեցական տաճարում անօրինական հակաեկեղեցական արարողություն է տեղի ունենում եւ դա թույլատրվում է, անգամ խրախուսվում է ոստիկանական, այսպես զորքով պաշտպանում են։ Մենք նկատում ենք, որ այստեղ տղամարդկանց խմբեր են հավաքվել հատուկ։ Հավանաբար ի պաշտպանություն այն քահանայի, որին կարգալույծ արեցին եւ որին աջակցում է Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկաններից հարցնեք, թե ում համար են եկել։ Տեր Սարգսիմա ով է արարողություն Ես անելու։ հարցրեցի, ինձ ասացին եկել են ձեր անվտանգություն ապահովելու։ Ում անվտանգությունը մասնավորաբար ձեր։ Բոլորը։ Տեր Սարգսիմա ով է պսակի արարողություն։ Կներեք, ձեր դուք ոնց հասկացա պսակադրության հյուրերից եք։ Ով է քահանան ձեր պսակադրության, ձեր հարազատի պսակադրության։ Մեզ ասացին, որ Տեր Արամն ասաց, նախկին Տեր Արամը ասաց ես եմ, բայց ինքը արդեն կարգալույծ արված քահանա է եւ ասում են ըստ եկեղեցական կարգի չի կարելի կարգալույծ արված քահանային տաճարում ծես իրականացնել։ Ինձ մի նկարի, ես вообще կարգալույցին հեչ կողմնակից չեմ։ Նրանց հարցերը եկեղեցական թողինած ձևով։ Բայց ստացվում է, որ կարգը չի կատարվում այնպես, ինչպես որ եկեղեցու կարգն է պահանջում։ Դա կարգալույցանողություն։ Բայ ով է որոշում։ Այս պահին մենք գտնվում ենք Հովանավանք եկեղեցում եւ առաջինը որ հանդիպեցինք ոստիկաններն էին եւ կարգալույծ արված արդեն նախկին Տեր Արամը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է պսակադրության եւ ահա պսակադրվողների զույգի հարազատները գեղեցիկ զարդարված բարձր տրամադրությամբ մոտենում են եկեղեցուն, երբ նրանց հարցնում ենք, թե ով է արարողություն իրականացնելու, կաշկանդվում են ասել ով է, բայց ակնհայտ է, որ նրանք ունեն պայմանավորվածություն, որտեղ այստեղ այս եկեղեցին սպասարկող մյուս քահանան այսպես ծանր մտքերով քայլում է եւ պարզ է, որ հենց Նիկոլ Փաշինյանի սրտի քահանան պետք է իրականացնի այս արարողությունը եւ հետարքիրն է, որ հարազատները կարծես թե կաշկանդվում են այդ մասին խոսել։ Սպասենք արարողությանը, նշենք, որ դրսում ոստիկանական ուժ կանգնած, որոնք հսկում են եկեղեցու ելումուտը։ Մենք նաև նկատեցինք, որ կային մարդիկ, ովքեր մեզ հեռախոսով նկարում էին, հատկապես լրագրողներից, եւ ինչ որ տեղ էին զանգում եւ զեկուցում, թե ովքեր են այստեղ։ Եկեղեցու տարածքը դարձել է խիստ վերահսկելի գոտի, ում համար չգիտենք։ Տեր Սարգիս, երբ է ներողություն եմ խնդրում, երբ է արարողությունը տեղի ունենալու հիմա, ժամի 3-ին։ Երբ որ հյուրերը հավաքվեն։ Երբ որ հյուրերը հավաքվեն։ Այսպիսի նախադեպ ձեր ծառայության շրջանում դուք ունեցել եք այս եկեղեցում, գուցե մեկ այլ եկեղեցում, որ կարգալույծ արված հոգևորականը, որը արդեն դասվում է մեր շարքերին, իրեն իրավունք վերապահի, ծես արարողություն իրականացնի եկեղեցու տարածքում, մկրտություն իրականացնի երեխայի։ Ծառայողական
փորձառություն, նոր եմ հանդիպում։ Նոր եք հանդիպում այսպիսի իրավիճակի։ Ծառայել եմ եւ կներեք ես Հա, համեցեք։ Ներեցեք, գուցե ձեզ հետ խոսենք։ Անտրամադիր եք։ Իրավիճակն է ստիպում։ Հարգանք ենք խանգարում, թե այն մարդը, ով իրավունք չունի պսակադրել, բայց պսակադրում է։ Մենք չգիտենք ով է պսակադրում, դուք արդեն մեր տրամադրում։ Տեր Արամն ասել է ես։ Ստեփան Ասատրյանն ասել է ես։ Խնդրեմ, ահա եւ նա ըստ արարողակարգի ընդունում է հյուրերին։ Մենք կարող ենք նկարել միայն մարդուն, ով այդ արարողությունը իրականացնում։ Կներեք, դուք ինչ չեք կարող թելադրել, ես ինչ անեմ։ Մի բան եմ ձեզ խնդրում, հայրիկ ջան, ձեզ նույնպես, եկեք մի բան ասեմ։ Մենք Աստծո տան մեջ ենք։ Իհարկե։ Մենք բոլորս մի մարմին ենք, ինքն էլ է մերը։ Դուք էլ, այստեղ օտար մարդ չկա։ Խնդրում եմ ձեզ, եկեք Չէ, կոռեկտությունը մենք կպահենք անպայման։ Քի օրա, որ ուրիշ բան չանենք, մեր քույրիկին էլ չնեղացնենք, նկարի, ոչ մի խնդիր չկա։ Ես կարող եմ միայն ձեզ նկարել, որովհետև արարողությունը դուք եք իրականացնում։ Շնորհակալություն։ Ես կարող եմ չնկարել պսակադրություն։ Եկեք հասել եք նկարելու։ Ինձ թվում է դուք ստիպել եք, որ մենք բոլորս ձեզ շատ կարևոր ենք։ Ապրեք շատ։ Շնորհակալ եմ։ Վերեք համեցեք այստեղ դասացնենք։ Վերեք այստեղ։ Կներեք, իսկ Աստծո կողմից ընդունված է համարվում, երբ կարգալույց արված հոգևորականը պսակադրության ծես է իրականացնում։ Ձեր գործընկերն։ Եթե օրինական չեք համարում, ինչու նա ով ձեզ կարգալույց է արել, նա նաև ձեզ օծել է, որ դուք դառնաք քահանա, եւ դուք դեմ չեք եղել։ Ինքին տեղը չի հավատում։ Գիտեք, լիքը քահանա, Օծումն էլ Աստծոց է։ բայց շատերն են սովորել եւ հիմա պետական ապարատում են շարքային քաղաքացի։ Ես Աստծուն եմ ծառայում, ոչ թե Դուք Աստծուն եք ծառայում, բայց եկեղեցին ենթարկվում է հայ առաքելական եկեղեցի։ սովորել եք։ Ոչ։ Ես սովորել եմ։ Նշանակում է դուք նաև իրավունք ունեիք կարգ խախտելու, որ սովորել էիք։ Այս պահին մենք հովնավանք եկեղեցում ենք, արարողություններ իրականացվում, ընտանիքի անդամների մի քիչ երկմտած, մի քիչ առանց, մի քիչ էլ հատուկ ագրեսիայով են մեզ դիմադրում։ Ինքը կարգալույց արված քահանան շտապ քայլերով պատրաստվում է արարողակարգին եւ ասում է, որ ծեսը ես եմ իրականացնելու։ Այսինքն նա չի հրաժարվել օծումից, նա չի հրաժարվել իրեն օծողի մյուրոնից, որով մինչև այսօր մկրտում է մարդկանց, բայց համարում է, որ իրեն եկեղեցուց դուրս անելու իրավունք չունեն, որովհետև նրանք, ովքեր իրեն եկեղեցուց դուրս են անում, լեգիտիմ չեն։ Մինչև 3 լեգիտիմ էին, մինչև վարչապետի հայտարարած պաշտպանությունը լեգիտիմ էին։ Նստեք։
Հա։ Ինչի՞ լավ։ Տեր Սարգիս, ես ճիշտ ստացա ինֆորմացիան, որ պսակադրությունը դուք եք հիմա իրականացնելու։ Այո։ Դուք ներեցեք Ես պսակադրվողներ, Փեսայի հայրն եք։ Ձեզ ինչպես դիմեմ, կարելի է։ Արթուր, պարոն Արթուր, դուք ինչու հրաժարվեցիք, մանավանդ որ պայմանավորվածություն ունեիք։ Ծրիցի տեղաստ է։ Չէ, ես տեղեկացա ուղղակի եւ զարմացա։ Պայմանավորվածություն ունենք Տեր Սարգսի հետ, պայմանավորվածությունը մեր չժխտեցիք։ Ոնց պայմանավոր։ Բայց նախորդ քահանան ասում էր ես եմ իրականացում եւ ինքն է պատրաստում ներսում։ Չի լինելու։ Արարողությունը Տեր Սարգիսն է իրականացնելու, շատ լավ։ Հանրությունը հնչակ չսրվի չի կուր։ Չթողակ ձեր ընկերը չէ։ Հենց նոր իրավիճակ փոխվեց, փաստորեն տեղի բնակիչները, ովքեր պիտի այստեղ իրենց հարսանեկան գեղեցիկ արարողություն իրականացնեին, որոշեցին, որ պսակադրողը ոչ թե կարգալույծ արված քահանան է լինելու, այլ հենց Տեր Սարգիսը։ Խնդրում եմ, եթե փոքրիկներից ծամոններ ունեք, ծակուկներ ջան, ձեր ծամոնները թողեք կրծում, ոտքի վրա չեք նստում եկեղեցու, եւ հեռախոսները ստուգում ենք եւ բոլոր հեռախոսները դարձնում ենք անձեն, հարգելիներս։ Եվ բոլորս միասին պատրաստում ենք աղոթքի, որովհետեւ այդ աղոթքը մենակ ողջորականն է։ Ինչ տեղի ունեցավ, ինչու դուք չեք իրականացնում պսակադրությունը։ Ըստ ձեր հարազատության, ըստ ձեր բարեկամության, ունենք ձեր քաղցր բաժինները եւ այդ բաժինները պիտի հասցնենք ներկայացնենք։ Մեր արգամին եւ մեր Էլիզայի համար պիտի բոլորս աղոթենք։ Շատ լավ։ Պատրաստում ենք աղոթքի կարգ։ Ընտանիքը հրաժարվեց ձեզնից փաստորեն, ինչու։ Ժողովուրդ ջան, հանգիստ թողեք, էլի գոնե եկեղեցում հանգիստ թողեք։ Լավ։ Խնդրեմ, Տեր հայր։ Թողեք մենք պատրաստենք աղոթքի։ Հա, ունենք դուք մարդկանց չստեք։ Ինչի համար է։ Չէ, մենք իրավունք ունենք ձեզ չնկարել, դուք իրավունք ունեք հրաժարվել։ Միայն քահանաներն էին մեզ համար։ Հիմա ես խոսեմ ու դուրս եմ գալիս ժամից հանգիստ եղեք, ձեր արարողությունը խանգարելու իրավունք չունեք։ Ձեզ կարելի է դուրս կանչել։ Խոսենք երկու բառ։ Արարողությանը որպեսզի չխանգարենք։ Դուք հանգիստ եք ամեն դեպքում։ Այնինչ եղավ ձեզ համար սպասելի էր։ Փեսայի հայրը պահի տակ որոշեց եւ փաստորեն նորմալ եք համարում, բայց ձեզ հետ էր նախնական պայմանավորվածությունը, որովհետև դուք վստահաբար ինձ հետ առավոտյան ասացիք։ Դուք ասացիք ինձ հետ, ընդ որում դուք եք պատրաստում, դուք ինձ ասացիք, որ դուք եք իրականացնելու։ Եկեղեցու մեջ միշտ կարելի է նկարը հանել։ Շատ լավ, դուրս եք գալիս։ Շատ լավ։ Արարողությունը հիմա կիրականացվի մեկ այլ քահանայի Տեր Սարգսի միջոցով եւ ծեսի կատարումից հրաժարվեց Փեսայի հայրը, պարոն Արթուրը, ասաց, որ այդպես են նպատակը հարմար գտնում, ինչպես հասկացանք մեր լրագրողների ներկայությունը եւս այդ իմաստով անդրադարձել էր որոշման վրա։
Հավանաբանքում են նաև այն տղամարդիկ, ովքեր այսպես պաշարել էին կարգալույծ արված քահանային մինչև 3-ը սկսվող արարողությունը եւ կարծես թե նրա պաշտպանն էին եւ հատուկ ինչ-որ կողմից ուղարկված էին նրանք, որովհետեւ բարբերաբար հսկում էին իրենց Տեր Արամի տեղաշարժը եւ նրա անվտանգությունը, իհարկե դրսում նաեւ ոստիկանություն կա, մոտավորապես մի 15-20 ոստիկանի հանդիպեցինք մենք դրսում եւ հիմա որպեսզի չխանգարեն լրագրողները, խնդրեցին մեզ դուրս գալ, նշեմ, որ հենց նոր փոխվեց քահանան եւ ոչ թե կարգալույծ արված քահանան իրականացնելու պսակադրությունը, այլ Տեր Սարգիսը, այս եկեղեցու հոգևոր սպասավորը եւ ինչպես տեսնում եք կարգալույծ արված քահանան այնտեղ մի քիչ անորոշ կանգնած է եւ հրաժարվում է այստեղ զրուցել։ Ասма գոնե հարցնփեսան չկալանավոր են տանել։ Այս տանախի հսկում էին իրենց Անջան, արիմյատներն եմ լավ, անանեմ տես արտիկուր, աբա։ Վախտ ներեմ ոչին բան։ Ես քեզ հասկացա, արդից կավ եմ ռազմաց պավել եմ ու տեգնացում։ Արսիկ, առաջացի։ Խաշմատում դինձիտ կխաշոր դերել դու կրումներով չեցմերում Տորունգ էլ հատնում ալու։ Ես սա։ Բանը, արգամ ջան։ Հիշեցնեմ, մենք Հովանավանքում ենք եւ տեղեկություն ունենք, որ այսօր ժամի 3-ին այստեղ պսակադրություն պիտի տեղի ունենա եւ որի արարողությունը ծեսը պիտի իրականացնի կարգալույծ արված Տեր Արամը, այսինքն Ստեփան Ասատրյանը, նա չհերքեց։ Ո՞նց է կարգալույծ։ Քեզ ստից բաներ խոսում։ Դուք հայտարարությունը չեք կարդացել։ Չես ստից բաներ խոսում։ Դուք հայտարարությունը չեք կարդացել։ Կտամ կջարդե։ Ձեզով է իրավունք տվել։ Եվուդա փնես դուս տեղ։ Հերո, ձեր ագրեսիան պահեք ձեր բարեկամների համար։ Հերո, ձեզ ոչ ոք իրավունք չի տվել ինձ մոտենալ։ Խոսեք, ես կլսեմ, բայց իրավունք չունեք մոտենալ։ Հիմա ոստիկան կանչեմ։ Ես այս ոստիկան կկանչեմ ձեր համար, ձեզ կարգի հրավիրեք, ուզույքին մի խանգարեք, գռեհիկ։ Հավանաբար այստեղի ՔՊ-ական զանգվածն է, որ առավոտից պաշարել էր իրենց Տեր Արամին ու հսկում էր նրա անվտանգությունը։